Պարոն Խաչատրյան, ձեզ տրանսպորտից չհարցնենք, արդեն շատ հարցինք։ Դուք շատ ակտիվ որպես քաղաքական թիմի անդամ գրառումներ եք անում եկեղեցու հետ կապված Փաշինյանի գաղափարների ջատագով եք որպես հանդես գալիս։ Վերջո նորմալ է ձեզ համար այն ամեն ինչ որ տեսնում եք Նիկոլ Փաշինյանի էջում այդ վարամթերք այդ հայոյա խառան փողոցային ոճով արտահայտությունները։ Դուք այդ ամեն ինչը կիսում եք։ Տեսեք, մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին ու այս հարցերին։ Եթե ըստ էության ձեր համար խնդիրը այստեղ վարամթերքն է, կարծում եմ դուք այստեղ սխալ դիրքորոշում ունեք, որովհետև պետք է ընդհանուր բովանդակային հարց նայել, թե վարչապետը մի հարց է ուղղել Կտրիչ Ներսիսյանին, այլ ոչ թե կաթողիկոսին, ինչպես դուք նշեցիք։ Ես նշում եմ, որ Կտրիչ Ներսիսյանին, ուրեմն եթե դուք չեք նշել, խնդրում միջևերջ լսեք, Ես կաթողիկոսին չեմ անդրադարձել։ Նոր լավ, վարչապետը մի հարց է ուղղել Կտրիչ Ներսիսյանին, նա կուսակրոնության ուխտը խախտել է, թե ոչ։ Այս պարզ հարցին ուղղակի կան տարբեր բարդ պատասխաններ, որը ըստ էության տարբեր եկեղեցականներ փորձում են քաղաքական նկրտումներով պատասխանել եւ չես հասկանում իրենք քաղաքական գործիչ են թե ըստ էության եկեղեցականներ։ Ես խնդրում եմ այս հարցին դուք ուշադրություն գրավեք եւ այլ ոչ թե կոնտեքստից կտրված ինչ որ հարցեր տակ, ինչ վերաբերում է ձեր ասած բառամթերքին, բառամթերքը այնն է բնութագրում, ինչպես իրենց պահում են այսօրվա մեր եկեղեցականները ցավոք սրտի։ Ներողություն կներեք, եթերային չի, բայց ներողություն եմ խնդրում, բոլորը տեսնում են։ Արայով դիմել, ասել դոմփել քեռակնոջը, ասել պոռնկաբարո սրբազան, չգիտեմ ինչ։ Այդ ամեն ինչը երկրի ղեկավարին Ես ձեզ մի sense բան ասեմ, ժողովուրդ ջան, ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ցավոք սրտի ես ուզում եմ արձանագրել, որ մեր որոշ եկեղեցականներ իրենք ունեն նման վարքագիծ, որը ուղղակի այլ կերպ բնութագրել չի հնարավոր։ Վարչապետը սրբապիղծեր օրինակ վարչապետը Սերմեմերի շարքից է լինելու վարչապետը ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով էլի, բայց վարչապետը բազմիցս իր գրառումներում անդրադարձել է տարբեր դրվագներով եւ թե նույն այդ մոմի հետ կապված այդ բիզնեսին խի ոչ մեկ չի անդրադառնում ժողովուրդ ջան։ Չէ, ես ժողովուրդ ջան, խնդրում հերթով էլի, Արփի ջան, հերթով։ Գործունեի մոմ վառելուն ենք ասում, հələ բիզնեսը մի կողմ։ Ես հերթով չգիտեմ։ Այնքան բազմաթիվ են նման վարքագծեր են մեր եկեղեցականների կողմից, որը ցավով արձանագրում եմ, որ ժողովուրդ ջան, ես ասում եմ, որ մենք հարց ենք տալիս ուղիղ եկեղեցականներին, կա թե չկա նման խնդիր։ Եթե չկա, ուղղակի պետք է ասել, որ չկա։ Ժողովուրդ ջան, խնդրում հերթով էլի, խնդրում Ժորժ ջան, հարց է ուղղում երկրի ղեկավարը, որը ըստ էության հայտարարել է ոչ թե երկրի ղեկավարը այս հարցին, այս նախաձեռնությունը սկսել այլ որպես եկեղեցական, այլ որպես եկեղեցու հետևորդ, որը շատ կարևոր է այս հարցում կարծում եմ, հարց է ուղղել եկեղեցականներին եւ Կտրիչ Ներսիսյանին ուղիղ, որ նա պետք է պատասխանի այս հարցին, նա խախտել է կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Այսինքն այստեղ ուրիշ ինչ որ ձեր հետևորդները, ես ձեր հետևորդ չեմ, իմ անունից ասեմ, ձեր հետևորդները ԿՊ-ի կարող են իրենց իրավունք վերապահել, օրինակ ինֆորմացիա ունենալով, թե ձեր օրինակ որ նախարարական, որ պատգամավորը ում հետ ինչ անում, ով ումա դոմփում շատ կներեք, ով ում հետ ինչ անառակաբարո գործողությունների մեջ է, կամ ով ում կինը ոնց ձեր բառամթերքը շատ վատն է, վայել ջան։ Նիկոլ Փաշինյանին եմ ցիտում։ Ես իրենից եմ ցիտում։ Ես խնդրեմ ու կպահանջեմ, որ ձեր որակումներում լինեք շատ զգույշ, շատ զգույշ, ժողովուրդ ջան, շատ զգույշ, խնդրում եմ ու այլ հարցեր լսում։ Նիկոլ Փաշինյանի պարագայում դա նորմալ է։ Չէ, բայց մենք այս կողմից ներողություն, այդ կողմից հարց արդեն հնչել է։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով։ Հարցը չի պատասխանում։ Պատասխանել եմ հարց, ես հարցին պատասխանեցի։ Պատասխանեցի այնքան, ինչքանով պետք է պատասխանեի։ Ես երբ որ ցիտում ա Նիկոլ Փաշինյանի խոսքերը եւ կամ ասում, եթե օրինակ նման օրինակ բառերով ասեն, թե որոշ պատգամավորներ կամ ԿՊ-ական ներկայացուցիչներ որտեղ եւ ինչ, դա արդեն ցենզուրա։ Ժորժ ջան, դուք հասկանում եք, որ հարցը վերաբերում է եկեղեցուն ու որոշ եկեղեցականների ու բարձրաստիճան եկեղեցականների։ Ժորժ ջան, դուք հասկանում եք եկեղեցին գոնե ինչ մարմին է, կոպիտ ասած մարմին է Հայաստանի Հանրապետությունում։ Դուք մարմին եք, օրենսդիր մարմին եք, եկեղեցի, չէ, չի կարելի։ Ով ասեց։ Մենք չունենք կուսակրոնության ուխտ։ Ժորժ ջան, խնդրում եմ, էլի, մի վարքյան։
երեխա ունենալ չունենալու։ Ժորժ ջան, ես ասացի, հերթով պատասխանը մետոնոր էսկով անդառնանք։ Ժորժ ջան, ես խնդրում եմ այս հարցով լինեք դու շատ անաչառ, որովհետև հուսով եմ որ դուք եք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, եւ սա այն հարցն է, որ պետք է մենք հստակ գնահատականներ տանք եւ հայաստանցին, հայ ժողովուրդը պետք է իրականում հասկանա թե ինչ է կատարվում եկեղեցում եւ այն մարդիկ ես ինքս լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես շատ մեծ ցավ եմ արձանագրում այս ամենը, բայց իրականությունը այն է ինչ կա։ Ինչու 7 տարի անց։ Ինչու 7 տարի։ Խնդրում այլ հարց։ Պարոն Խաչատրյան